Ինչ վերաբերում է դիտորդական առաքելությունները պետք է ամբողջ քարոզարշավի ընթացքում իրականացնել, ոչ միայն քվեարկության օրը գան տեղամասի մեջ կանգնեն, նայեն մեկը բաց ընտրեց, այն մեկին օգնողը չգրանցվեց կամ դիմացը կուտակում կա թե չկա։ Ես չեմ կարծում, որ ամբողջապես ընտրախախտման հետ կապված իրենք կարողացել են այս ամենը իրականացնել։ Իսկ մենք քարոզարշավի ընթացքում ամբողջը տեղեկացրել ենք ամբողջ այն ճնշումների, այն բռնաճնշումների մասին, այսինքն խախտում չէ, երբ որ հայտարարվել է ընտրության օրը, մարդիկ օրինակ մի անձի կրիշ են փոխում։ Հստակ կա տեսանյութը, մարդն ասում է, այս ինչ մարդն է կրիշս փոխում, դա խախտում չէ։ Խախտում չէ, գիշերով ասֆալտի վրա ասֆալտ անել է կիլոմետրով։ Խախտում չէ, Արգավանդի ընտրությունից մի քանի օր առաջ Արգավանդի ասֆալտը քերել, բերել լցնել Վաղարշապատի փողոցներում։ Թե դրանք ուղղակի խախտումներ չեն։ Իհարկե, մարդիկ ես չեմ կարող հասկանամ, խախտում, ընտրախախտում ոնց են պատկերացնում, լցոնում է։ Իհարկե, լցոնում չի եղել, ով չի հասկանում, որ չի եղել։ Մնացել է լցոնումը 21-րդ դարում։ Իսկ իրանք մինչև այդ գյուղական համայնքներում մոնիտորինգ փորձել են անել, երբ որ դպրոցի տնօրենները այդ մի դեպքը լավ բացահայտվեց, համայնքական ճակատ կուսակցություններ կարծեմ բացահայտել պատահականության սկզբունքով քարոզարշավ անելու, երբ որ դպրոցի տնօրենը օգնություն էր բաժանում քվեարկությունից մի քանի օր առաջ։ Եվ մենք գիտենք նման դեպքերը մյուս գյուղերում եղել են, թե չեն եղել։ Ես գիտեմ եղել են, ուղղակի փաստ չունեմ, անկեղծ ասած նկարած փաստ չունեմ։ Բայց մարդիկ կան, չէ՞, մարդիկ ասում են, որ մեզ էլ սենց արեցին, մեզ էլ նենց արեցին, էս արեցին, մեկի, չգիտեմ, ուսման վարձն արեցին, մեկի սրտի վիրահատության հետ կապված են օգնել։ Դիտորդական առաքելությունները կարծում եմ պետք է իրենց մոտեցումը ընդհանրապես ընտրախախտման, ընտրության հավասարության մասով պետք է մի հատ վերանայել։